Մեծ ինտրիգներ են ակնկալում լրատվամիջոցները ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովից։ Բեկումնային կարող է լինել այս հանդիպումը հաշվի առնելով Թրամփի ու եվրոպացի գործընկերների խիստ լարված հարաբերությունները։ Միացյալ Նահանգների ղեկավարը, որ չէր ուզում մասնակցել գագաթնաժողովին, քանի որ դժգոհ էր ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար, քարը փեշից թափել է ու մեկնել Անկարա։ Օդանավակայանում Թրամփին դիմավորել է Թայիպ Էրդողանը։ Տանտիրոջ հետ ջերմ զրույցից հետո Թրամփը բարևել է պատվո պահակախմբին թուրքերեն։ Մերհաբա ասքեր նշանակում է բարև զինվոր։ Թրամփին մեծ արտառոց մեծ շուքով են ուղեկցել դեպի Բեշթեփե նախագահական պալատ։ Պատվո պահակախմբի հետյալներն են ուղեկցել ԱՄՆ նախագահի շարասյունը։ ՆԱՏՕ-ի առաջնորդների 36-րդ հանդիպումը միակն է վերջին տարիների ընթացքում, որի ուշադրության կենտրոնում ոչ թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է, այլ Սպիտակ տան ղեկավար Թրամփը։ Եթե նախորդ տարիներում անցկացված հանդիպումների առանցքային թեման Ուկրաինայի հարցն էր, թե ինչպես կարելի է զսպել Ռուսաստանին, այս տարի դաշինքի առաջնորդներին ամենաշատը հետաքրքրում է ինչպես պահպանել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ՆԱՏՕ-ում։ Թրամփը ցանկություն էլ չի ունեցել մասնակցելու այս գագաթնաժողովին, միայն հանուն Էրդողանի կմասնակցեմ, ասել էր ԱՄՆ նախագահը անցյալ ամիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի իր ելույթը սկսել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին համեմատելով ֆուտբոլային թիմի հետ։ Մենակ ոչ ոք չի կարող հաղթել, պետք է թիմային խաղալ, ասել է Ռյուտեն։ Քանի որ հիմա աշխարհի առաջնություն է, թույլ տվեք ֆուտբոլային մի փոքրիկ համեմատություն անել։ Իմ երկիրը Նիդերլանդները դուրս է մնացել աշխարհի առաջնությունից, բայց ֆուտբոլը մեզ մի մեծ բան է սովորեցնում։ Ոչ մի թիմ չի հաղթում միայն մեկ փայլուն խաղացողի շնորհիվ։ Մեզ պետք են դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ, հարձակվողներ։ Եվ այո, բոլորը նկատում են այն խաղացողին, ով խփում է հաղթական գոլը, բայց խաղադաշտում յուրաքանչյուր հաջողակ խաղացողի եւ թիմի հետևում կան բազմաթիվ այլ մարդիկ։ ՆԱՏՕ-ն էլ նույն կերպ է գործում։ Մարկ Ռյուտեն նաև խոսել է Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից եկող վտանգների մասին։ Հավանաբար Թրամփին հասկացնելու համար ասել է, որ այդ երկրները գործում են միասին եւ նրանց հաղթելու համար պետք է միասնություն, անդրատլանտյան պաշտպանական արդյունաբերական հեղափոխություն։ Մեքենաների աշխատանքի մեղմ ձայնը պետք է վերածվի հզոր դղրդյունի։ Այո, սա կարող է դրամատիկ հնչել, բայց դա հնարավոր է իրականացնել։ Այսօր եւ վաղը ՆԱՏՕ-ի պետությունները տասնյակ միլիարդավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր կկնքեն։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։